Պարոն Բագրատյան, համեցեք ձեր հարցը։ Ես մի քանի հարց ունեմ։ Իմ առաջին հարցն այսպեսին ուղերձի մաս առաջինում ունենք նախադասություն։ Անսկզբից 2017 թվականի տնտեսական աճը արագացող կլինի։ Պայմանավորված ինչպես արտաքին զարգացումները, մասնավորապես Ռուսաստանի տնտեսի եւ Պղնձի համաշխարհային գների վերականգնման։ Այնպես է, նրանով, որ 2016 թվականին իրականացվել է խթանող հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն։ Չեմ կարողանում հասկանալ, 2017-ին ոչինչ չեք անելու դուք։ Եվ չեմ կարողանում հասկանալ, ինչի է 2016-ի իրականացված քաղաքականությունը համարվում խթանող հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն։ Դա պնդում են, որ դա այդպես չէ։ Որտեղ մենք ունենք զսպող եւ խթանող ֆիսկալ քաղաքականություն, եւ դա այդպես չէ 2016-ի համար։ Երկրորդ հարցս։ Նայեք, 2007-ին հանրապետական ընտրվեց պարլամենտ։ Եվ մի հատ է 12-ի մեծամասնություն։ Պարոն Մինասյանը թույլ չի տա, որ ես սխալ եմ։ Խոստանալով 7% աճ։ Եթե վերցնում ենք, այս տարի վերջանում է ձեր 10-ամյա ժամկետը։ 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16։ Մինչև որիշտես 10 Թվերը սրանք են։ 2001 Պլյուս 13.7 2007-ին, պլյուս 6.8 2008-ին, մինուս 14.5 2009-ին, պլյուս 2.1 2010-ին, պլյուս 4.7 2011-ին, պլյուս 7.2 2012-ին վիճվարության պետը նստացակ չի թողի սուտ ասեն, որտեղ սուտ ասելու մոնոպոլիան իրանն է, 2013-ին, լավ էլի, խոսում եք դուք ինձ մի ընդհատեք, 2013-ին 2013-ին 3.5, 2014-ին 3.4, 2015-ին 3 եւ 2016-ին 2.4։ Գումարային աճը արեց 30%։ Եթե 7% խոստումը պահպանվեր երկու հնգամյակ, ապա ստացվելու էր 91%։ 91-ի փոխարեն հանրապետական կուսակցության խոստացած 91-ի փոխարեն կլինի նույնիսկ պաշտոնական թվերով։ Հիմա դրա մասին խոսք կլինի։ Կլինի 30։ Հիմա վերցնենք նախագահին։ Ես 5 րոպեից կզանգեմ խոսում։ 5 րոպեից։ Նախագահ 2017-ը նրա համար կլինի 10-ամյա ժամկետի վերջինը։ Նայելա 7-ով ասեմ նախագահ։ 7-ով 10 տարին անում է 91%։ Եթե 2017-ին մենք գնում ենք 3.2% աճով, ապա նախագահի խոստացված 91-ի փոխարեն ստանալու ենք 21% աճ։ Նորից եմ կրկնում, թվերը բոլորը ընդունում ենք, որ այդ աճը կա։ Հիմա այդ մասին կխոսեմ։ Հիմա ես ում ասեմ։ Անդադ ասում ենք, չգիտեմ, մաֆիոզներին հանի կառավարությունից բան։ Իսկ թվում է այս տնտեսագիտական թեման մանավանդ այդ բացատրության լուրջ խնդիրներ ունի։ Ամենամեծ խնդիրը սա դուք եք։ Դուք, փոխվարչապետը, կենտրոնական բանկի ղեկավարությունը, բանկերները, աճ եք խոստում եք, գնացեք գտեք այդ աճը։ Գնացեք նույնիսկ դերեք։ Վերում եք ասում եք վերականգնողական, հարկաբյուջետային, բայց դուք ինչ եք արել։ 19%, այդ չի կարևորը, որ 2%, 19% ներդրումներ մի չսել են։ Մենք իհարկե ցույց կտանք ձեզ այդ փողերի տեղը, բյուջետային քննարկման ժամանակ։ Հարց եմ տալիս, դուք ինչ եք արել։ Ձեզ ինչ եք աշխատավարձ վճարում։ Եթե մյուս տարի աշխարհի տնտեսությունը իդեպ ասեցիք 3.4, երեք Goldman Sachs-ը հրապարակեց 3.5, Credit Suisse-ը հրապարակեց 3.8% աճ։ Երբ նորից կլինի հերթական տարին, աշխարհի տնտեսությունը ավելի արագ կաճի, քան թե մենք։ Քանի որ մենք աշխարհի միջին հաշվով մեկ մարտու ապրիլակերպով $12,000 հնարուն դեղա, մեր 3.5-ը, 3 անգամ պակաս ենք, էլ ավելի կմեծանա տարբերությունը։ Այսինքն մենք 124-րդ տեղում ենք, կդառնանք 125-ը։ Իդեպ 87-րդ տեղում ենք 10 տարի առաջ։ Այսինքն դուք ուզում եք ասել, այս բյուջեն, որ բերել եք, մի քայլ հետ գնանք, հա։ Հələ մի պատկերացրեք, ասենք, կար Տիգրան Սարգսյանը, որը պատկերացրեք, ասենք, կար Տիգրան Սարգսյանը, որը բացարձակապես անհավրակ սարքեց գնաց։
Աբրամյան Հովիկի ժամանակ տնտեսական աճ ամսը կան, 2 անգամ ավելացել է, քան Տիգրանի ժամանակ, բայց էլի 2 անգամ պակասել, քան պետք է։ Հիմա նորից էս վարչապետին եկել դրության մեջ դնում։ Հասկանում եք, դուք բացատրել եք իրան, որ այս բյուջեն, եթե կատարվի էլ է, նշանակում է, որ մենք հետ ենք մնալու։ Ես չեմ ուզում այդպես լինի։ Հերթական տարին ես գլխից ասվում է, ու լավը չի կարող լինել բոլոր դեպքերում։ Իմ երրորդ հարցը ձեզ։ Դուք լավ գիտեք, որ բուժակացություն ոլորտներ ունեն, որ թվերը սուտ են։ Օրինակ, գյուղատնտեսությունը մենք չունենք 760,000 տոննա կարտոֆիլ, դա 760 միլիոն կիլոգրամ է, դա մարդը անում է 300 կիլո։ Մենք չունենք 1,100,000 տոննա բանջարեղեն, դա մարդը անում է 400 կիլո։ Մենք չունենք 311,000 տոննա խաղող, դա մարդը անում է 311,311 միլիոն կիլո, դա մարդը անում է 125 կիլո։ Եվ արդեն այս տարվա խաղողի մթերումները բարեբախտաբար նոր կառավարությունը ձևավորվեց։ Գյուղ նախարարը նոր հայտարարեց, որ 2 անգամ խաղող պակաս է մթերվել։ 2 անգամ պակաս չի մթերվել։ Անցյալ տարվա թիվն է կեղծ։ Հասկանում եք։ Ես ես հարց եմ տալիս, ինվենտարիզացիա անելու եք։ Իմ միանշանակ կարծիքն է ինվենտարիզացիա արեք։ Որտեղ ոլորտներ կան, էտա, գուցե եւ շինանյութերի ոլորտն է, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Որտեղ պարզապես թիվը նկարված է։ Վիճվարության պետն էլ թույլ չի տա սուտ ասել, ինքը գիտի ինչքան է նկարված։ Հասկանում եք։ Եվ սա լուրջ պետական հարց եմ բարձրացնում։ Այդ ո՞նց եղավ այս տարի խաղող 2 անգամ պակաս եղավ։ Պարզապես մարդը մտածեց, որ երևի ինչքան կարող խաղանենք պետության հետ։ Հիմա դուք գոնե այս թվերը ճշտում եք, մենք հասկանանք ինչ է կատարվում։ Անտակ դուք մեզ խեղդում եք, ասում եք պիտի կայուն լինի։ Այդ կայունն լինի, գերեզմանում էլ է կայունություն։ Ավելի կայուն բան։ Ընդհանրապես ձեր այդ մտքերը, ձեր այդ ասածները արդեն 10-րդ տարին է։ Ինձ հիշեցնում են առանց բռնակի ճամպրուկ, այմար։ Առանց բռնակի ճամպրուկ բռնած կա, ավելի լավ հանեք շորերը ունես վերստեք գնա։ Նասիբ դիժելոյ բրասաճակ, հա, ռուսը։ Հա։ Ես հարցերին, մի հատ դուք ինձ պատասխանեք, ինչ աշխատանք եք արել, էլի, որ ներդրում բերեք, աճացնեք, անտատ ասում եք պարտքը վատա։ Բա պարտքը եք վատ պարտ վերցնում։ Բա 12 միլիարդ 10 տարում երկիր 12 միլիարդ փող է մտել։ Երկիրը վերցել է 3.5 միլիարդ պարտ, երկիրը 9 միլիարդի տրանսֆեր, առնվազն ձեր ասածով կոմերցիոն բանկերները վերցել են 3 միլիարդ վարկ։ 12 միլիարդ երկիր փող մտի դոլար։ Երկրի հնան 11.7 միլիարդից իջնի 10.5 միլիարդ դոլարի։ Այս հարցերը մի հատ դրել եք, վերլուծել եք, բայց գալիս ենք այն հույսով, որ իսկապես կդնենք վերլուծել։ Որ մեկը գտնի ու կթրաշի, կասի վերջ ենք տալիս այս ամեն ինչ։ Ես սա չեմ տեսնում։ Նույն ոչն է, 99%-ով նույն մոտեցումը։ Ինչքան կարելի է շարունակել։ Եվ եթե սա կատարվի է, ասված մի արես այս բյուջեն կատարվի։ Կատարվի է, դա նորից աղետ է։ Ոչ մի դրական տեղաշարժ արդյունքում չի լինելու բյուջեն կատարվելուց հետո։ Այդ անդադ ասում եք սոցիալական լարվածություն, մենք պահպանել ենք, աշխատավարձները կստանան, ընդհանրապես սա եք ասում։ Իշխեցումը զարգացնում է։ Գոնե ես ում տեսնես զարգացման մի տարբեր, հա, որը բազակը ստեղծի հաջորդ տարիների համար։ Լավ, շնորհակալություն։ Դա։ Երեք հարց հիմնականում Այո։ Բագրատյան, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունները։ Դասագրքային ճշմարտությունը եւ կարծում եմ դուք շատ լավ գիտեք, ինչպես են չափում ընդլայնող հակացիկլիկ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունը։ Դրա համար կա դրամավարկային պայմանների ինդեքս, որը չափում է թե արդյոք դրամավարկային քաղաքականությունը եղել է ընդլայնող եւ զսպող։ Մեթոդոլոգիան դուք շատ լավ տեղյակ եք։ Եվ 2016 թվականին միայն այն, որ ասենք դրամավարկային քաղաքականությունը շուրջ 2%-ային կետով իջեցրել է իր հիմնական վերաֆինանսավորման գործիքը, այսօր 6.75% է, գումարած նաև պարերի պահոստավորման նորմատիվն է, որը ազդում է մուլտիպլիկատորի վրա, դա եւս իջեցրել է, այս վերջերս 2%-ային կետով իջեցրեց, չի կարող պարոն Բագրատյան դա չազդել դրա իրականացվող դրամավարկային քաղաքականության պայմանների ինդեքսի վրա, որը որ
ցույց է տալի, որ այս տարի 2016 թվականին եղել է ընդլայնող։ Հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնողությունը չափում է հարկաբյուջետային ազդակում։ Իդեպ մեր բացատրագրի մեջ դա մենք մշտապես ներկայացնում ենք եւ ակնհայտ է, որ եթե մենք ունենք պակասուրդ, ընդ որում ծրագրվածից ավել մենք պակասուրդ ենք ունենալու եւ այս տարի 3.5-ի փոխարեն ինչ որ ծրագրավորել ենք, շուրջ ունենալու ենք 6% պակասուրդ, հարկաբյուջետային քաղաքականության ազդակի ցուցիչը ցույց է տալի, որ մենք եղել ենք էապես ընդլայնող, որովհետև զուտ պաստանաբանությամբ, եթե դեֆիցիտը ինձ մոտ 190 միլիարդի փոխան ես շուտ 288-290 միլիարդի դեֆիցիտ եմ անում, դա նշանակում է, որ տնտեսությունն ավելի շատ գումար է ներարկում, քան թե քաշում է հարկերի միջոցով։ Իսկ դա չի կարող չլինել ընդլայնող։ Դրա համար թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնվել, որ 2016 թվականին մենք ընդլայնող չենք եղել, եւ հարկաբյուջետային եւ դրամավարկային ընդլայնող է եղել։ Ինչպես է դա ազդելու 2017 թվականին։ Դեպ ձեր այդ հարցադրման մեջ մի շատ կարևոր նյուանս կար եւ ես սիրով դա կպատասխանեմ։ Ինչ ենք անելու 2017 թվականին։ Հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների ընդլայնումը լագային է ազդում տնտեսության վրա։ Դուք դա շատ լավ գիտեք, դա տնտեսագիտական դասագրքային ճշմարտություն է, երբ որ ես գործիքը կիրառում եմ, դա միանգամից չի ազդում իմ տնտեսության վրա։ Գոյություն ունի չափված լագեր, դա 6 ամսից մինչև 1.5 տարին է։ Դրամավարկային քաղաքականության համար 6 ամսից մինչև 1.5 տարին է, հարկաբյուջետայինը շատ ավելի արագ է ազդում։ 3 ամսից մինչև 9 ամիս է տևողությունը։ Դրա համար մենք կարծում ենք ամեն դեպքում 2016 թվականի իրականացված ընդլայնող հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը 2017-ին տալու են իրենց էֆեկտները եւ հենց դա է ինչ որ գրված է մեր ուղերձում։ Ինչ վերաբերվում է 2017-ին ինչ ենք անելու մենք այս երկու քաղաքականություններով։ Ձեր ասացի մեջ մեկ կարևոր նյուանս կար, պարոն Բագրատյան, իդեպ դա մենք շատ լավ բանավիճել ենք նաեւ ԱՄՀ-ում։ Ընդ որում այս խնդրը հարգելի գործընկերներ միայն Հայաստանին հարից չի։ Մենք նաև IMF-ում երբ որ ուսումնասիրում էինք տարածաշրջանի երկրների այս շոկերի արդյունքում ինչ են ունեցել, գրեթե բոլորը հայտնվել են նույն իրավիճակի մեջ եւ բոլորն էլ ստիպված են գնել հարկաբյուջետային կոնսոլիդացիաների։ Հարկաբյուջետային կոնսոլիդացիան 2017 թվականին հանգեցնելու է նրան, որ մի փոքր մենք լինելու ենք զսպող։ Այդ դեպքում ձեր հարցը կարծում եմ այստեղ տեղին է, ինչ ենք անելու 2017-ին մենք կարծում ենք, որ 2017 թվականին պետք է պահպանվեն դրամավարկային քաղաքականության ընդլայնողական բնույթը եւ այն ցուցանիշները, որ ես ձեզ ներկայացրեցի, որ այս տարվա վարկավորման ծավալը 2% աճի փոխարեն մենք ակնկալում ենք 10%, հենց գալու է դրամավարկային քաղաքականությամբ։ Այսինքն մենք որպեսզի տնտեսության մեջ շոկից հետո վերականգնվենք, դրամավարկայինը պահելու ենք ընդլայնող, համենայն դեպս մեր դիրքորոշումը դա է, կարծում եմ, որ դրամավարկային քաղաքականության մեր գործընկեր պատասխանատուներն են կիսում այդ կարծիքը, որովհետեւ մենք ունենք ցածր գնային միջավայր եւ այնտեղ վախենալու պետք չունենք, կարող ենք շարունակել ընդլայնող դրամավարկային քաղաքականություն իրականացնել։ Եվ դա կփոխհատուցի նաեւ մեր հարկաբյուջետային կոնսոլիդացիայի արդյունքը։ Տնտեսական աճի ցուցանիշների մասով, պարոն Բագրատյան, գիտեք, ես իմ ելույթում մեկ կարևոր թեստ նշեցի, որ մենք պետք է հաշվի առնենք, իհարկե ընդունում եմ այն կարծիքը, որ մաքսիմալ մենք պետք է ճանանք, որ տնտեսական աճի ցուցանիշը ինչքան հնարավոր է դա բարձր պահենք, որովհետև մեր սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը չեմ կարծում, որ 2 կամ 3%-ն է, որ կարող ենք հասնել այդ լուծմանը, բայց ամեն դեպքում պետք է իրատես լինենք, ինչ է մեզ թելադրում գլոբալ աշխարհը եւ ինչ մենք ունենք։ Ընդ որում, եթե մենք ուշադրություն դարձնենք նաեւ հենց նույն հարևան Վրաստանում, նույն գրեթե վիճակն է, այնպես չի եղել, որ Վրաստանը օրինակ 2006-ից մինչև 2008 թվականը մեզ նման ունեցել է 9.4, 10.3 նմանատիպ բարձր ցուցանիշներ են, բայց այսօր մեր հարևան Վրաստանում եւս 3.4, 4.6, այս տարի ակնկալում են 2015-ին եղել է 2.8, այս տարի ակնկալում են 3%-անոց տնտեսական աճ։ Ինչի է դա այդպես, որովհետեւ կան գործոններ, որը ազդում է համընդհանուր տնտեսական միջավայրի վրա։ Առաջի գործոնը ես նշեմ, առաջինը մենք ունեցել ենք մեծ ազդեցություն 2009 թվականին, դա եղել է ֆինանսատնտեսական ճգնաժամը, 2011 թվականից հետո այլ տենդենց է նկատվել, պարոն Բագրատյան, եւ դա ազդել է մեր բոլորի վրա, դա հոսքերի վերաուղղում էր արևելքից դեպի արևմուտք։ Հենց դրա էլ արդյունքը եղավ, որ 2013-14 թվականի վերջերից դոլարը սկսեց արժևորվել բոլոր փոխարժեքների նկատմամբ։ Իհարկե տարբեր երկրներ տարբեր ձևով արձագանքեցին։ Մի երկրում թույլ տվեցին, որ EAP-ը ինքը ճշգրտվի, օրինակ Ադրբեջանում, Ղազախստանում, որոնք արտահանող երկրներ են, մի այլ երկրներում մի քանի ձևաչափով փորձեցին կլանել տալ, բայց արդյունքը եղավ այն, որ
Մենք ունեցանք նաև հումքային ապրանքների նվազում, իհարկե 2014-ին դրան նաև կողքից սկսեց ազդել նաև սանկցիաների պատերազմը եւ բնականաբար դա մեզ վրա պետք է ազդեր։ Օրինակ Ռուսաստանի միջոցով այդ ճամփաուղիով ինչպես ենք մենք ազդվել 2014 թվականի հունիս ամսից, երբ որ սանկցիաները կիրառվեցին եւ տնտեսական աճը սկսեց դանդաղել, այնտեղ էլ սկսեց արժեզրկում, երեք ուղղությամբ մեզ վրա ազդեց եւ դրա ամենամեծ ուղին դա տրանսֆերտներն էին, պարոն Բագրատյան, եւ 2014-ից մինչեւ 2016 թվականը մենք ունեցել ենք տրանսֆերտների կրճատում, այս տարի կանխատեսումներն են ներառել շուտ $900 միլիոն, 840 միլիոնով կրճատվելու է տրանսֆերտները, դա արտարժութային ներհոսքի պակաս է, ազդելու է դա քո տնտեսական ցուցանիշների վրա, իհարկե ազդելու է քո փոխարժեքի վրա, իհարկե ազդելու է, եթե մենք դրա համար պարտ վերցրեցինք, որպեսզի այդ հակազդեցությունը մեղմենք, հակառակ դեպքում մենք կունենայինք մինուս տնտեսական աճ, քանց թե մենք հիմա ունենք դրական ցուցիչներ, ինչ վերաբերվում է մեկ շնչին բաժին ընկնող հնային, մենք այդտեղ երբ եւս զգուշավորություն պետք է ունենանք, որովհետեւ փոխարժեքը այստեղ էական դերակատարություն է ունենում։ Օրինակ Հարևան Ադրբեջանում կիսով չափով կրճատվել է մեկ շնչին բաժին ընկնող հնան։ Վրաստանում եւս մեկ շնչին բաժին ընկնող հնան վերջի 2 տարիներին նվազում է։ Դա որովհետեւ այդտեղ կա փոխարժեքի ֆենոմեն։